Ձեզ ինչի է թվում, որ դուք ինձնից լավ գիտեք, թե ես ինչ անեմ, ինչ խոսեմ, ոնց վարվեմ, ոնց չվարվեմ։ Ադամյանների ձեռքի տակ կա։ Հասկանում ես, չէ՞ որ այս առիթից լիքը օգտվողներ են լինելու, եթե միած սխալ քայլ անեք։ Իմ ստեղ լինելուց պապատ ավելի ուժեղ է իրեն զգում։ Չեմ հասկանում խոսակցությունը ուր է ստանում։ Այդ դեպքում երկու կողմերն էլ հավասար կլինեն։ Այսինքն դու կասկածում ես իմ սիրո վրա։ Սիրո վրա չէ։ Բայց ինչի։ Սկզբում զարմացել էի, որ Սոնային ընդունել ես։ Բայց հիմա ոնց որ թե սկսում եմ ամեն ինչ հասկանալ։ Սոնան, Արմո, վրամի կինն է։ Դե մինչև Սոնայի ձերտուն գալը դոլորի ուրիշ մարդ էր։ Ոչ հետդ խոսալ էր լինում, ոչ էլ քեզ գտնել էր լինում։ Բայց շատ լավ է։ Որովհետև իմ ճանաչել ձեզ ցակուն հետ է եկել։ Ու մնացածը ես ինչ կանեմ, ինչ կխոսեմ, ինչպես կվարվեմ, իմանալով, որ վրամը եթե ջվայնանում է, ինձնից վտանգավոր է դառնում։ Եղավ Արմո։ Ամեն դեպքում։ Ամեն դեպքում Արմո։ Ուզում ես ասես, Չմոռանալով, որ Նարեն Արմո վերջին հնարավորությունը օգտվի առիթից։ Լավ։ Տեսակ նրա դեմքը, չէ, լուրջ եմ հարցնում։ Տեսակ Կարոյի դեմքի արտահայտությունը, երբ հասկացավ, որ օղակը սեղմվում է։ Եթե կարծում էիք, թե նախորդ սերիան լարված էր, ապա 89-րդ սերիան ուղղակի ապտակեց բոլորիս ու նույնիսկ ներողություն չխնդրեց։ Ես հիմա ուղղակի դողում եմ, որովհետև չեմ կարողանում հավատալ, որ սցենարիստներն այդքան համարձակություն կունենային նման բան անելու։ Մենք շաբաթներ շարունակ, այո, շաբաթներ սպասում էինք, որ ինչ-որ մեկը վերջապես կգտնի այդ ապացույցը, ու հենց այն պահին, երբ մտածում էինք, թե Հայկը դառնալու է մեր հերոսը, պատմությունը այնպիսի կտրուկ շրջադարձ կատարեց, որ գլուխս պտտվեց։ Դավաճանությունը, ստերը, այդ կերպարների լկտիությունը, սա արդեն չափից դուրս է։ Վերցրեք ձեր սուրճը կամ գուցե ավելի թունդ մի բան, որովհետև մենք պետք է խոսենք այն քաոսի մասին, որը կատարվում է Հարսնաձորի լեգենդում։ Եկեք անկեղծ լինենք։ Բոլորս էլ գիտեինք, որ Կարոն օձ է, բայց այսօր նա պարզապես օձ չէր, նա իսկական անտառի արքան էր։ Սերիան սկսվում է հենց քաոսի կենտրոնից, ու կարող ենք խոսել այն մասին, թե ինչ լկտիաբար է այդ մարդը ֆռֆռում գյուղում, ասես ամեն ինչ իրեն է պատկանում։ Դա ուղղակի վիրավորանք է մեր ինտելեկտի հանդեպ։ Կանգնել է այնտեղ, նայում է Հայկի աչքերի ուղիղ մեջ ու ստում է այնպիսի հեգնական ժպիտով, որ ուզում ես հեռակառավարման վահանակը շպրտել էկրանի վրա։ Ու ամենավատը գիտեք որն է։ Մեկ վայրկյան ինձ թվաց, թե Հայկը հավատաց նրան։ Ես գոռում էի էկրանի վրա, աչքերդ բաց արա մարդ, ապացույցը հենց քթիդ տակ է։ Բայց իհարկե, ինչպես բոլոր դրամաներում, ոչ ոք չի տալիս ամենակարևոր հարցերը։ Ինչի ոչ ոք չի ստուգում ժամերը, ինչի ոչ ոք չի հարցնում, թե որտեղ էր նա դեպքի գիշերը։ Դա նյարդայնացնում է, բայց Աստված իմ, ոնց է կախվածության մեջ գցում։ Անցնենք Նարեին։ Խեղճ միամիտ Նարե։ Այս աղջիկը երբևէ հանգիստ շունչ քաշելու է։ Ուրվականի պես է ման գալիս, ու անկեղծ ասած, կարող եք մեղադրել նրան։ Նա գիտի, որ ինչ-որ բան այն չէ, դա երևում է նրա աչքերում, նրա ինտուիցիան գոռում է, որ պետք է փախչել, բայց նա մնում է։ Ինչի է մնում։ Սա սեր է, վախ է, թե պարզապես սպասում է ճիշտ պահին բոլորին բացահայտելու։ Ուզում եմ հավատալ, որ նա ինչ-որ հանջարեղ պլան ունի, բայց այն, թե ինչպես նա վարանեց, երբ տեսավ նամակը, սիրտս կոտրվեց։ Նա ճշմարտությունը բառացիորեն պահել էր ձեռքերում, իր ազատությունը իր ձեռքերում էր, բայց ուղղակի քարացավ։ Կարծես դանդաղեցված կադրով ավտովթար ես նայում, ուզում ես հայացքդ թեքել, բայց չես կարողանում։ Այդ տեսարանի լարվածությունն այնքան խիտ էր, որ կարելի էր դանակով կտրել, իսկ լռությունը ցանկացած ճչոցից բարձր էր։ Բայց իրական բամբասանքը, այն ինչի մասին դեռ ոչ ոք չի խոսում, գյուղի մեծերի հայացքների փոխանակումն էր։ Որսացիք այդ պահը, երբ բակում վեճը բռնկվեց, ուշադիր նարեք հետին պլանին,
Հարևանները գիտեն, ասում եմ ձեզ, ամբողջ գյուղը գիտի, թե ինչ է արել Կարոն, բայց վախենում են խոսել։ Լռության այդ դավադրությունը ինձ ուղակի խելագարացնում է։ Բոլորը իրենց այնպես են պահում, ասես ամեն ինչ նորմալ է, խմում են իրենց սուրճը, մինչդեռ իսկական հրեշը ծրագրում է իր հաջորդ քայլը հենց իրենց քթի տակ։ Իսկ Հայկը, օխ Հայկ, նա այնքան շատ է փորձում խաղալ խուզարկի դերը, բայց երկու քայլ հետ է մնում։ Ամեն անգամ, երբ նա մոտենում է ճշմարտությանը, ինչ որ մեկը խանգարում է։ Կասկածելի է, չէ՞։ Սկսում ես մտածել, որ նա իր իսկ շրջապատում դավաճան ունի, որովհետև ոնց է Կարոն միշտ ամեն ինչ իմանում, ոնց է նա միշտ կանխագուշում նրանց քայլերը։ Պետք է խոսենք նաև այդ հիշողությունների տեսարանի մասին։ Սովորաբար նման տեսարանները պարզապես ժամանակ ձգելու համար են, ձանձրալի բաներ, բայց այս մեկը սա փոխեց ամբողջ խաղը։ Դա պարզապես հիշողություն չէր, դա կարոթախտի քողի տակ թաքցված խոստովանություն էր։ Մենք տեսանք անցյալի մի կողմ, որը ամբողջությամբ հակասում է այն պատմությանը, որը մեզ պատմում են առաջին սերիայից սկսած։ Եթե այդ հիշողությունը ճիշտ է, ապա այն ամենը, ինչ մենք գիտենք լեգենդի մասին եւ ընտանեկան պատվի մասին, սուտ է, կատարյալ հորինանք։ Եվ եթե նրանց ընտանիքի հիմքը կառուցված է ստի վրա, ապա ինչի համար են նրանք պայքարում։ Սա ընթացիկ դրաման դարձնում է շատ ավելի ողբերգական, որովհետև նրանք ոչնչացնում են միմյանց ոչնչի համար։ Բայց հենց այն պահին, երբ մտածում էի, թե ամեն ինչ հասկացել եմ, հենց այն պահին, երբ կարծում էի, թե գիտեմ, թե ով է իրական չարագործը, տեսախցիկը պտռվեց դեպի դուռը։ Ով էր կանգնած ստվերում եւ հետևում ամբողջ առնչվությանը, իսկ ինչու էր նա այդքան ժպտում։